Խաղաղություն Տիրոջ ժողովուրդ, փառք մեր Տիրոջը, այս մեծ հնարավորության համար եւս մեկ օր մեզ տրվեց, որ Տիրոջ խոսքի շուրջը մտածենք, մեր անձերը բերենք Տիրոջ խոսքի առջև, որպեսզի Տերը սրբի մեզ, նորոգի մեր անձերը, պատրաստի մեր կյանքը, որպեսզի մենք դեպի հավիտենականություն գնանք եւ մեր փրկության գործը գործենք, ինչպես եւ միշտ մենք ասում ենք, որ ընտրել է Տերը մեզ, սրբել է մեզ, դրել է մեզ, որպեսզի մենք կարողանանք իրեն համար զավակներ լինենք եւ իրեն համար ժողովուրդ լինենք եւ փրկվածների մեջ գտնվենք։ Փառք մեր Տիրոջը, Աստծո ժողովուրդ, կուզեմ մի տեղից կարդամ, հասկանալով մի բան, որ Աստծո խոսքը մեզ ուղղում է սրբության, կատարելության այն բաժնի մեջ, որ մեր անձերը կարողանանք մաքուր պահենք եւ մեր անձերը ճանաչենք որպես Սուրբ Հոգու տաճար, որտեղ որ Սուրբ Հոգին բնակվում է եւ նա ունենա բոլոր արտոնությունը, բոլոր առավելությունը, որպեսզի մեր անձերի մեջից Սուրբ Հոգու գործը երևա եւ ոչ թե մեր մարմնի ցանկությունները։ Շատ անգամ մենք նկարանում ենք, ես էլ ձեր հետ մեկտեղ եւ շատ անգամ մեր անձի շահն ենք փնտրում, մեր անձին ենք նայում, որն է մեզ հաճելի, որն է մեզ համար փափուկ, որն է մեզ ավելի հանգիստ թվում ընթացքը, որպեսզի մենք պահենք, բայց շատ անգամ խախտում ենք Աստծո գործը, որը որ Տերը սկսել է մեր մեջ եւ կուզեմ, որ շատ մեծ ուշադրությամբ մենք նայենք այդ բանին, որ Հռոմեացիների գլխում գրված sense միտեղ կա 8-րդ գլխում 29-րդ խոսքից կկարդամ եւ Տիրոջ խոսքը կմեկնաբանի մեզ իր անելիքը մեր վրա եղած ընթացքի համար, վասնզի Զանոնք, որ առաջ կճանչնայր առաջվանե սահմանեցի իր որդին պատկերին կերպանակից ընլալու, որպեսզի անիկա անդրանիկի ընլա բազում եղբայրներուն մեջ, անոնք, որ նախապես սահմանեց, նաև կանչեց զանոնք, եւ անոնք, որ կանչեց, նաև արդարացրեց զանոնք, եւ անոնք, որ արդարացրեց, նաև փառավորեց զանոնք։ Եվ փառք մեր Տիրոջը, որ տեսնում ենք այս գործը մեզանից չի, որ մենք սկսել ենք, ապա Տերը ինքը նախասահմանության մեջ ուներ, դեռ մենք աշխարհի սկզբեն չստեղծված իր նախասահմանության մեջ ուներ, որ մենք պետք է լինենք իրեն համար ժողովուրդ, եւ ինքը պետք է որդի տա մեր մեղքերի համար, եւ մենք իր որդու արյանգինը պետք է լինենք, եւ մեզ մասնակից պիտի անի այն խնջույքին, որը որ պատրաստել է հարսը դիմավորելու ժամանակ։ Սիրելի ժողովուրդ, Աստծո խոսքը մեզ ուղղում է, որ մահն ու կյանքը մեր ձեռքերի մեջ է, մեր ընտրության մեջ է գտնվում այդ ամենը, եւ ինչպես 50-րդ Սաղմոսում միտեղ կա գրված, որ Աստված ասում է, երբ որ իմ խոսքը չպահեցիք, ձեզ թվաց թե ես ձեզպես եմ մտածում, կուզեմ կարդամ 50 Սաղմոսի 17-րդ խոսքից, որ գրված միտեղ կա շատ հետաքրքիր, որ Տերը ասում է նրանց, ովքեր որ իր խոսքին հետևամուտ չեն լինում, հաստատակամ չեն նվիրվում Տիրոջը եւ Տիրոջ հետ խաղում են կարծես, այդ մարդիկ բաժին չեն ունենալու եւ Տերը դեմ է դնելու եւ գիտեք մի բան, որ Տերը անպայման բերելու է ամեն բան, ինչ որ մենք որ անում ենք մեր արժևը եւ բոլորի արժևը եւ ամեն մարդ կարողանալու է տեսնի իր դիմացինի վարքն ու կյանքը, ապրած ընթացքը դրա համար ավելի լավ է այսօր մենք կարողանանք հանձն առնենք, խոստովանենք, ընդունենք Տիրոջ հոգին մեր մեջ եւ ընդունենք այն գործը, որ Աստված սկսել է մեր մեջ եւ մեր հնազանդությամբ Աստծուն հաճեցնենք, որպիսի մեր կյանքը դեպի փրկության գնա, ապա ոչ թե դեպի ապականության, ինչպես այստեղ գրված է, կուզեմ կարդալ 50-րդ Սաղմոս 17-րդ խոսքից կկարդամ, վասնզի դու խրատը ատեցիր ու իմ խոսքերս ետին ձգեցիր, գողը տեսնելով անոր հետ միաբանեցար ու շնացողներին հետ բաժին ունեցար, քու բերանդ չարության տվիր ու քու լեզուտ նենգություն կհնարե, կնստիս եղբորդ դեմ կխոսիս, մորդ որդին դեմ չարախոսություն կնես, այս բաները ըրիր ու ես լռեցի, կարծեցիր, թե ես բոլորովին քեզի նման եմ, տեսեք Տիրոջ ժողովուրդ կա մի բան, որ Աստված խոսք ունի մեզ ուղած եւ այդ խոսքի մեջ այս խոսքը ամեն մեկիս է ուղված, որ մենք կարողանանք ընդունենք, որ շատ անգամ կարող է մենք չարախոսենք, որ մենք կարող ենք
մեր եղբայրների դեմ խոսենք, մեր հարազատների դեմ խոսենք, մենք կարող ենք խրատը չընդունենք, մեկնի դնենք, Աստծո հրամաններին չհնազանդվենք եւ կանոններին չհնազանդվենք, եւ Աստված ասում է իր խոսքի մեջ 21-րդ խոսքում. այս բաները ըրիր ու ես լռեցի, կարծեցիր թե ես բոլորովին քեզի կնմանի։ Բայց տեսնում ենք մի բան, խոսքը շարունակում է, բայց քեզի պիտի հանդիմանեմ ու աչքերուդ առջև պիտի շարեմ քու ըրացներդ։ Սիրելի ժողովուրդ, մի բան կա, որ Աստված ասում է, ես քո նման չեմ, պիտի քեզ հանդիմանեմ եւ քո աչքերիդ առաջ եմ դնելու ամեն բանը, անշահախնդիր ինչ որ անենք մեր կյանքում, Տերը մեր աչքերի առաջ է դնելու։ Դա կլինի լավ, դա կլինի վատ, ինչ գործողություն որ մենք անենք, ավելի լավ է մենք մեր գործողությունների մեջ կարողանանք մեզ հաշիվ տանք, մենք կարողանանք Աստծո խոսքը մասնակից անենք մեր կյանքին, որպեսզի այս դրվագը չկատարվի մեր կյանքում։ Գիտեք, ինչ ես շատ եմ վախենում այս բաժնից, որովհետև կարող է մարդ ճշմարտության գիտությունը իմանալուց հետո, Աստծո հոգին ունենալուց հետո, կարող է մարդ նաև Աստծո խոսքը մի կողմ դնի, ինչպես այստեղ խոսքի մեջ գրված է, վասնզի դու իմ խրատս ատեցիր, անցկացրեցիր քեզանից, դա քեզ չհետաքրքրեց, դա քեզ կյանք չտվեց, չլուսավորվեցիր դու դրանով եւ խավարի մեջ պատտվեցիր, չէ՞ որ Աստծո խոսքը մեզ լույս է տալիս եւ Տերը ասում է, որ իմ լույսի մեջ քայլեք, որպեսզի պտուղ տաք, դուք եք աշխարհի աղն ու լույսը, մենք պետք է կարողանանք օրինակելի լինենք, իսկ ինչով պետք է մենք օրինակելի լինենք, սիրելի ժողովուրդ, չէ՞ որ մեր գործերը պիտի հայտնի լինեն, եթե մենք լույսին գանք, ապա մեր բոլոր խավարի գործերը կցվրվեն եւ մենք կդառնանք լույսի որդիներ եւ ամեն բան ճշմարտությանը կհետեւի եւ մենք խոսքով կապրենք մեր կյանքը։ Ինչ դժվարություն էլ որ լինի, ինչ պարագայել որ լինի կյանքում, Աստված ունի խոսք պատրաստած բոլոր պարագաների համար եւ մխիթարության խոսք, եւ բժշկության խոսք, եւ ուրախության խոսք, եւ հավատքի խոսք, եւ փրկության խոսք, ամեն բան ունի Տերը պատրաստած իր ժողովրդի համար եւ ոչ մի բանով Տերը որբ չի թողելու իր ժողովրդին, ինչպես չի թողել մինչև հիմա եւ փառք Տիրոջը ամեն բանի համար, անգամ այս հնարավորությունը, որ ընձեռված է, որ կարողանում ենք խոսել եւ կարողանում ենք միմյանց մխիթարել Տիրոջ խոսքով եւ կուզեմ, որ Տերը անպայման մեր սրտերը լայն բացի, որպեսզի այս ինչ որ խոսում ենք, առաջինը իմ սրտում, երկրորդը ձեր սրտերում գրվի, սիրելի ժողովուրդ, որտեղ սա կենթանի Աստծո խոսք է, այն խոսքն է, որը մեզ կենթանի է անում եւ կյանք է տալիս։ Եվ մենք կարողանանք այդ խոսքին պինդ ամուր կենալով կարողանանք հաստատակամ լինենք այդ խոսքի վրա եւ կուզեմ միտեղ կարդալ, որ Աստծո հոգին իր գործը արել է եւ հետևանքը թողել է, որպեսզի մենք կարողանանք այդ հոգուն լիարժեք տեղ տանք, որ այդ հոգին մեր մեջ իր սկսած գործը ավարտին հասցնի, Աստծո ժողովուրդ։ Մենք գիտենք մի բան, որ խավարը ինքը իրենով չափման միավոր չունի։ Չափման միավոր ունի լույսը եւ գիտենք, որ որտեղ որ լույս չկա, այնտեղ խավար կա։ Եվ ինչքան որ լույս կա, այնքան խավարը ցրվում է։ Եվ Տիրոջ ժողովուրդ կուզեմ այդ լույսի մասին խոսեմ, որ այդ լույսը հենց ինքը Սուրբ Հոգին է, որ եկավ եւ մեր մեջ դրվեց եւ մեր մեջ վառվեց, որպեսզի մենք կյանք ունենանք, որ մեր ոտքերը ուղիղ քայլեն, որ մեր ձեռքերը ուղիղ գործերի գնան, որ մեր աչքերը ուղիղ բաներ տեսնեն, մեր լսելիքները ուղիղ բաներ լսեն, որ մենք չտանք մեզ ապականության, ինչպես կարդացինք Սաղմոսի մեջ, որ չլինի, որ բամբասողի հետ բամբասենք, չարախոսողի հետ չարախոսենք եւ Աստծո խրատը մի կողմ դնենք եւ Տիրոջ կամքը թող լինի մեր կյանքում ամեն բաժնի մեջ, որպեսզի իր հոգին մեր մեջ գործի եւ կուզեմ կարդալ Եբրայացիներից 10-րդ գլխի 15-րդ խոսքից, սիրելի ժողովուրդ, Սուրբ Հոգինալ մեզի վկայություն կտա, քանզի առաջ ըստված է ետքը, այս է այն ուխտը, որ ես անոնց հետ պիտի ընեմ այն օրերեն ետը կսե Տերը, իմ օրենքս անոնց սրտերուն մեջ պիտի դնեմ ու անոնց մտքները մեջ պիտի գրեմ, զանոնք ետքը կսե, անոնց մեղքերը եւ անոնց անօրենություններն ալ պիտի չհիշեմ, ուստի երբ անոնց թողություն տրվեցավ, ալ մեղքերի համար պատարակ պիտի չէ։ Եվ Տիրոջ խոսքը մեզ պարզ ասում է, երբ նա մեզ ընտրեց, նա մեզ սրբեց, նա մեզ մաքրեց եւ մեր ճանապարհները ուղղեց, որպեսզի մենք կարողանանք
ուղիղ լինենք մեր ճանապարհներում եւ հաստատակամ լինենք Աստծո խոսքի վրա եւ վստահենք Տիրոջը մեր բոլոր գործերի մեջ եւ իր խոսքի շարունակության մեջ գրված է, կուզեմ կարդալ. եթե մենք ճշմարտության գիտությունը իմանալուց հետո թեթևամիտ գտնվենք եւ չպահենք այն խոսքերը, որոնք մեզ տրված են, արյան գնով գնված եւ հաստատված այն սուրբ կյանքով, որը մեզ համար տրվեց, երկնքից եւ Տիրոջ ժողովուրդ կկարդամ 26-րդ խոսքից, վասնզի եթե ճշմարտության գիտությունը ընդունել են ետքը կամով մեղ գործելու ուլանք ալ անիկա ետքը մեղքերուն համար ուրիշ զոհը չլա, հապա զարհուրելի սպասումը դատաստանին ու կրակի բարկությունը կմնա, որ կլափե հակառակորդները։ Եվ Տիրոջ ժողովուրդ տեսնում ենք մի բան, որ այդ ուրախության տողերը կարդալուց հետո, երբ Սուրբ Հոգին մեզի վկայություն կտա, քանզի ինքը սրբեց, մաքրեց, ընտրեց, առաջնորդեց եւ մեզ հաստատեց, կա մի բան, որ մենք տեսնում ենք, որ այդ գործողությունից հետո, որը որ Աստված արեց, մենք ունենք մի քայլ անելու, որպիսի լիարժեք տրվենք դրան, որպիսի այդ հաստատությունը մեր մեջ ամրանա եւ մենք կարողանանք ճշմարտության գիտությունը պինդ բռնենք մեր ներսում եւ հաստատակամ լինենք։ Սիրելի ժողովուրդ, սա շատ կարեւոր հարց է մեր փրկության հետ կախված, մեր երկրավոր կյանքը ապրելու հետ կախված եւ Տիրոջը հաճեցնելու հետ կախված։ Եվ փառք Տիրոջը, որ Տերը այս մեծ հնարավորությունը տվել է մեզ, որ իր խոսքը ընթերցենք եւ կարողանանք իր խոսքի մեջ ամուր կենանք եւ Տիրոջ դատաստանից հեռու մնանք։ Տիրոջ ժողովուրդ, միևնույն է, գալու է այդ օրը եւ գրքերը բացվելու են եւ մեռելներն ու կենդանիները կանգնելու են Տիրոջ առջեւ։ Մենք չգիտենք ինչքան կապրենք, ինչքան ժամանակ է տրված ամեն մեկից կամ ինչ օրեր պիտի գան, բայց մենք գիտենք, որ խոսքը ասում է շատ չար օրեր են գալու, վերջին ժամանակները, ժանտարամահեր պետք է լինեն, պատերազմներ պետք է լինեն, այսինքն անսպասելի մահեր շատ պետք է լինեն եւ մենք պիտի տեսնենք մեր աչքերով եւ մենք պիտի չզարմանանք այդ բանը տեսնելով եւ մենք պիտի հաստատակամ լինենք այն խոսքերի մեջ, որը թողվեց մեզ Սուրբ Հոգու միջոցով, որպեսզի ընթացքը պինդ բռնենք, ամուր կանգնենք մեր հավատքի մեջ, որը մեզ տրվեց երկնքից։ Սիրելիներ, հավատքը մեզանից չէ։ Հավատքը երկնքից իջած մի բան է, որ մեզ մեջ հաստատվում է եւ մեր անձի մեջ բնակվում է։ Եվ միայն այդ իրավունքը, որ նա գործի մեր կյանքում, մենք ենք տալիս մեր մտքից ելնելով եւ մեր սրտերը նրա առջեւ բացելով։ Խոնարհվենք Աստծո խոսքի առաջ, խոստովանվենք մեր բոլոր հանցանքների համար, մեր բոլոր մեղքերի համար, որը որ գործել ենք Տեր Հիսուսի առջեւ եւ խնդրենք, որպեսզի Տերը սրբի եւ շիտակ անի։ Սիրելի ժողովուրդ, մի քնեք, մեղքը ձեր մեջ մի պահեք, թող այդ մեղքը ձեր մեջ պտուղ չտա։ Քիչ մթդ խմորը մեծ զանգվածը խմորում է։ Տիրոջ ժողովուրդ, մի փոքրիկ լուցկին ամբողջ անտառը այրում է։ Այդպես ձեր խղճմտանքը մի խանձեք։ Տվեք ձեզ Տիրոջը, խոստովանվեք եւ խաղաղության Աստվածը ձեզ պիտի ազատ անի եւ կփրկվեք դուք եւ ձեր տունը, ձեր փրկության Աստվածը ձեզ կօրհնի այն օրհնություններով, որը որ նա խոստացել է ձեզ, բայց եթե դուք մեղք ունենաք, եթե դուք պաշարված լինեք հանցանքով եւ չարությունով, Աստծո հոգին չի կարող գործել եւ դուք յետ կմնաք այն մեծ ուրախալի եւ օրհնյալ բաժիններից, որը որ Տերը պատրաստել է իր ժողովրդի համար։ Դուք կընկնեք խաղաղությունից, դուք կընկնեք օրհնությունից եւ մեծ դժվարություն կպատի ձեզ։ Տերը խոստացել է մի բան, որ ամեն բան հավատքով է հաստատվում մեր կյանքում եւ եթե մենք հավատք ունենանք առ Աստված, խոնարհվենք, խոստովանվենք, Տերը կսրբի մեզ, կմաքրի մեզ եւ չի հիշի անգամ մեր մեղքերը։ Տերը գիտի մեզ դեռ մենք չստեղծված, գիտի մեր անցյալը, գիտի մեր ապագան ինչ պիտի լինենք եւ Տերը նայում է արդյոք մենք մեր հույսն ու հավատքը կդնենք իր վրա եւ արդյոք մեր սպասելիքները Տիրոջից կլինի եւ արդյոք մեր կյանքը կտանք լիարժեք նրան։ Տիրոջ ժողովուրդ, շատ մեծ խոսքեր կան ասելու Աստծո խոսքի մեջ, բայց չեմ ուզենա որ հետևենք այն բանին, որ խոսքը իմանալուց հետո տկարամիտ գտնվենք եւ Տիրոջ խոսքը կարդալուց հետո, լսելուց հետո ճշմարտության խոսքը, ինչպես այստեղ ասվեց, մեկ անգամ էլ կկարդամ, դժվար չի լինի, վասնզի եթե ճշմարտության գիտության խոսքը ընդունելեց յետքը կամավին մեղ գործելու ըլլանք, այլ անիկա յետքը մեղքերուն համար զոհ չի լինի։ Տիրոջ ժողովուրդ, զգուշություն անենք մեր ընթացքին, մեր ճանապարհներին եւ հավատքով նորոգենք մեր կյանքը եւ 11-րդ գլխում գրված մի տեղ կա գրված հավատքի մասին, որն է հավատքի կյանքը եւ ինչից է գալիս, արդ
Հավատքը հուսացած բաների հաստատությունն է ու չերևցած բաների ապացույցն է, վասնզի անով առաջիններին վկայություն ընդունեցին հավատքով, իմանանք, թե աշխարհը Աստծո խոսքով հաստատվեցավ ու Տերը կամենում է, որպիսի մեր հավատքը համալրվի նրա վրա, որպիսի մենք մեր ամբողջ էությամբ կարողանանք ընդունենք, որ Տերը հաստատեց այս աշխարհի ամեն բանը մեզ էլ հետը եւ դրեց մեզ այս աշխարհի մեջ, որպիսի մենք կարողանանք նրան մոտենանք եւ մեր կյանքը նրան տանք։ Տիրոջ ժողովուրդ, փառք մեր Տիրոջը, մենք գիտենք, որ ամեն գործ իր պտուղը ունի եւ ամեն գործ անելուց Տիրոջ համար չթուլանանք եւ ամուր գտնվենք, որպիսի կարողանանք մեր անձի շահը մեկ կողմ դնելով Տիրոջը փառքը փնտրենք եւ Տիրոջը փառք անենք եւ որին որ արժան է Տերը, որ արժե ամեն բանի մեջ, որպիսի նա փառավորվի եւ ճշմարտությունը մեզ պիտի ազատի եւ ոնց մենք տեսանք Հռոմեացիներից գլխում գրված էր, ուզեմ կարդամ Հռոմեացիներից միտեղ կա գրված շատ հետաքրքիր 7-րդ գլխում 8-րդ գլխի առաջինից խոսքից իսկ առ դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսով եղողներին, որոնք մարմնավոր կերպով չեն վարվի, քանզի Հիսուս Քրիստոս կյանքը, հոգին, օրենքը զիս ազատեց մեղքի եւ մահվան օրենքից։ Մենք տեսնում ենք մի բան, որ այդ հոգին է, որ մեզ ազատ է անում։ Թույլ տվեք, որ Սուրբ Հոգին ձեր մեջ գործի, անդադար աղոթքների մեջ եղեք Սուրբ Հոգով, խնդրեք, որ Սուրբ Հոգին ձեզ բացի, որտեղ շատ դժվար ժամանակներ են գալու, շատ մեծ ցավեր, շատ մեծ տառապանքներ են լինելու երկրի վրա, եւ ամեն մեկը պետք է փորձվի, ամեն մեկից գործը պետք է փորձվի, սիրելի ժողովուրդ, չլինի նենց ոնց որ թե կրակից պրծված ինչ որ մեկը գտնվենք, այլ գտնվենք ընտիր անոթներ, որոնք որ Տիրոջ համար պատրաստված են եւ Տիրոջ ծառայելու համար մենք պատրաստված լինենք ամեն ատեն, որպիսի Տերը հայտնվելուց ասի, այո, իմ զավակս, դու պահեցիր, ես էլ քեզ եմ պահելու, այն դժվար օրը, երբ որ պիտի գա, եւ թող Տիրոջ անունը փառավորվի, կխնդրեմ, որ աղոթք անենք նույնպես եւ եղբայրների համար, որ Տիրոջ հոգին նրան չրցունքներով խոսի եւ մեր սրտերը պատրաստենք, որպիսի այդ խոսքերը մեր մեջ կյանք դառնան եւ առատանան եւ կարողանանք Տիրոջը փառք բերենք եւ մեր փրկության գործը գործենք։ Թող Տիրոջ անունը փառավորվի այս ամեն բանի մեջ։ Ամեն։ Աղոթենք